Վերջին 2.5 ամսում ավելի քան կես միլիարդ դրամի 10 անշարժ գույք է վերադարձվել պետությանը։ Դրանց թվում է Գարեգին Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1 հեկտար հողատարածքը, որի շուկայական իմոտ տրված կադաստրային արժեքը գերազանցում է 360 միլիոն դրամը։ Սա մեկ գործով անցնող Երևանի տարբեր հատվածներում ապօրինի օտարված 16 հողամասերից մեկն է։ Բացի այս գործից նաև քրեական վարույթ է քննվում, որով մեղադրյալ են 11 անձ, այդ թվում կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաները։ Պետությանը վերադարձված 10 անշարժ գույքերից 3-ը հաշտությամբ փոխանցվածներն են։ Մերձավան բնակավայրում, ներկայումս Փարաքար համայնքում, 2 առանձին դատական գործերի շրջանակներում կնքված եւ հաստատված հաշտության համաձայնությունների հիման վրա համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի նշանակության 2 հողատարածքների նկատմամբ, որոնցից մեկի վրա առկա են նաեւ շինություններ եւ այս 2 գույքերի ընդհանուր արժեքը գերազանցում է 19 միլիոն դրամը։ Բացի այդ հաշտության համաձայնության կնքման արդյունքում պետությանն է փոխանցվել 79 միլիոն դրամից ավելի գումար։ Պետությանը վերադարձվել է նաև Ծաղկաձորի 3 հեկտար հողամասը։ Բոլորը հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքներ են եւ արժեքների հանրագումարը գերազանցում է 56 միլիոն դրամը։ Համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրի 7000 քառակուսի մետր մակերեսով 4 հողատարածքների նկատմամբ։ 4 հեկտար մակերեսով հողատարածք էլ աշտարակ խոշորացված համայնքին է փոխանցվել։ Այն դատախազի խոսքով համայնքի նախկին ղեկավարը օրենքի խախտմամբ օտարել էր որդուն։ Կան նաև հայցեր, որոնք թեև բավարարվել են, սակայն դեռ օրինական ուժ չեն ստացել։ Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1 միլիարդից ավելի դրամական միջոցներ եւ գույքեր կվերադարձվեն պետությանը։ Ամենախոշորը պետությանը պատճառված վնասի բռնագանձման հայցապահանջն է եղել 629 միլիոն դրամ, որը դատանը բավարարել է եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո գումարը կփոխանցվի պետական բյուջե։ Մյուսը Կոտայքի մարզում դարձել Ծաղկաձորում կես հեկտար մակերեսով հողատարածք է, որի արժեքը գերազանցում է 9 միլիոն դրամը։ Եղեգնաձոր համայնքին են վերադարձվել ընդհանուր 3 հեկտար մակերեսով 4 հողամասեր 2 առանձին դատական գործերի քննության ընթացքում։ Դատախազության պաշտոնյան առանձնացնում է նաև Ջերմուկի 13000 եւ 2600 քառակուսի մետր մակերեսով 2 հողատարածքները, որոնց ընդհանուր շուկայական արժեքը 271 միլիոն 244 հազար դրամ է։ Պարզվել էր, որ նախկին քաղաքապետը 2015 թվականին վարչակալության մրցույթում հաղթող էր ճանաչվել եւ պայմանագիր կնքել իրեն իսկ պատկանող Ջերմուկի իմպելասերա հակ պատասխանատվությամբ ընկերության հետ եւ 2 հողատարածքներ 50 տարի ժամկետով, մեկը տարեկան 50000 դրամ վարձավճարով, մյուսը 13000 դրամ վարձավճարով հանձնել էր համտեսան ընկերությանը։ Բացի այդ պետությանը կփոխանցվեն նաև Նորքում գտնվող 2 հողատարածքներ, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 525 միլիոն դրամը։ Միաժամանակ դատախազությունը 16 հայցադիմում է ներկայացրել դատարան Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու եւ հողատարածքները Իջևանին վերադարձնելու պահանջով։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։